Ողջույն հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Maag TV եթերում արտահերթ ոդքասթն է, Արտահերթ, մի օր առաջ։ Մի օր առաջ ենք, մեր ոդքասթը իրականացնում, ուղիղ եթերի ռեժիմում ենք աշխատում։ Այսպիսի արտահերթ ոդքասթներ մենք այս վերջերս շատ հաճախ ենք սկսել ունենալը, բայց սա այսպես ասած ընտրություններից հետո, իսկ իրականում ընտրագողությունից հետո մեր առաջին ոդքասթն է, փորձենք հասկանանք ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին եւ ինչ ենք անելու հետագայում։ Հունիսի 7-ին տեղի ունեցավ մի բան, որը կարելի է գնահատել իշխանության լեգիտիմության կորուստ, ինչ եմ հիմա այդպես ասում, որովհետև նախ կանք այն բանից, որ այս ընտրախախտումների, ընտրակեղծիք կարող ենք նաև ասել, այդ դեպքերը անհամեմատ ավելի շատ էին, քան 21 թվականին, 18 թվականին, դրանք բազմաթիվ անգամներ հրապարակվել են, բայց ցցուն բաներից մեկը այն էր, որ հաշվարկը արվել է, չգիտեմ, ինչ նիկոլական թվաբանությամբ, ասենք ինքը զոհերի մասին խոսում էր, չէ, 50 զոհ ավել, 50 զոհ պակաս, պլյուս մինուսով, նույն բանը երևի արել են այս քվեարկության, այդ քվեաթերթիկների հետ, ասենք պլյուս մինուս 50։ Բայց միշտ հոգուտ իրենց են արել։ Հա, պլյուս մինուս 50 էսկոմ են կոմով են առաջնորդվել իրենք, առավել եւս որ Հովակիմյան Վահագնն էլ Նիկոլի նախկին աշխատողը այդ ամեն ինչ հաշվողներ, բնականաբար իրենց օգտին պետք է ստացվեր այս իրավիճակը, ինչի է դա շատ կարևոր, որովհետեւ այստեղ շատերը կարող են ասել դե մի 50 ձեն, մի 100, դաժե նույնիսկ մի 1000, հա, կարող էր այդ տարբերությունը տալ, բայց հարգելի ժողովուրդ, այդ 50 ձայնը կամ 60 ձայնը ազդում է կոնկրետ քաղաքական ուժի պարլամենտում հայտնվելու, չհայտնվելու այդ խնդրի վրա։ Ու ճակատագրական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊԻ-ի համար։ Այո, սահմանադրական մեծամասնություն ձևավորել, թե չձևավորել։ Այս ամեն ինչը նշանակություն ունի, այսինքն այդ քվեն, յուրաքանչյուր քվեն շատ կարևոր է։ Ինքը չէ, մի օր առաջ ընտրություններից ասում էր, եթե ես մի հատ քվե գողանամ, երկու ձեռքերս կկտրեմ։ Թե մի ձեռը։ Չէ, երկուսն էր կտրում, հա, չգիտեմ։ Մի խոսքով, այդ մարդը այդ նման հայտարարություն է անում, հետո տեսնում ենք նման իրավիճակ ընտրատեղամասերում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հիմա եթե դա քվեագողություն չի, բա ինչ է։ Ես չգիտեմ ինչ ձևով ձևակերպեմ այս ամեն ինչը։ Իմիջիալոց Վահագն Հովակիմյանի մասին միջանկյալ մի բան հիշատակեմ, երբ որ ազգային ժողովում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ էր ընտրվում, ինքը այդ ժամանակ ＫՊԻ-ից պատգամավոր էր, ու իմ հիշելով ինքը իրեն գնացել էր կողմեր քննարկել, որ դառնար ԿՀ նախագահ։ Իմ հիշելով գուցե սխալվում եմ, բայց ոնց որ հենց իր ձայնից էլ կախված էր ընտրվեր, թե չէր ընտրվի, մի ձայնի ինչ-որ տարբերություններ էր։ Նման բան հիշում եմ, բայց կոնկրետ բանամասները չեմ հիշում։ Հետո այդ ընտրատեղամասերում դե քվեարկության գաղտնիության խախտման բազմաթիվ դեպքեր, իսկ ամենացցունը զինվորների քվեարկությունն ժամը 8-ից հետո։ Հա, օրենքում կա կետ, եթե մարդ գնում է 8-ից հետո ընտրության, արդեն եթե տեղամասում է լինում, իրեն իրավունք չունեն ասելու դուրս արի։ Նույնիսկ եթե տեղամասից դուրս ինքը եկել է, ասենք 8-ին 8-ին պիտի մտնի տեղամաս։ 8-ին 5 պակաս եկել է, տեղամասում տեղ չկա, ասում են դուրսը սպասի, հեսա կմտնես։ Եթե անգամ այդ դեպքում ինքը դուրսը սպասում է, իրան պետքա թողնեն, բայց դա այն դեպքում դա չի նշանակում, որ հենց ժամը 8-ին մի պոլք սալդատ առած պետքա գաս այդտեղ քվեարկես, հասկանում ես։ Մանավանդ որ կողքնել հրամանատարը կանգնած էր ու ուշի ուշով հետևում էր, թե ում պիտի քվեարկի։ Ասենք դա չէ, դա ռացիոնալ բացատրություն չի, ասենք 100 զինվոր, 200 զինվոր առնես ժամը 8-ին գաս, ասես մենք պետքա քվեարկենք։ Իմիջիալոց նախկին զինվորականներից մեկի հետ էի այսօր զրուցում, ասում է լավ, ասենք թե չեք քվեարկում, դե նախկինում էլ են այդպիսի դեպքեր եղել, այնպես չի, հա, որ առաջին անգամ էր, ասում եմ, ինչ պիտի իմանան, ում ես քվեարկում, եթե օրինակ կողքդ կանգնած չեն հետևում, դե ասում էր իրեն գիտեն, չէ, քանի զինվոր են բերել, հետո հաշվում են, տեսնում են, որ օրինակ 1-2-ը չեն քվեարկել, արդյունքում տուժում է ամբողջ իրենց զինվորական կազմը։ Առավել եւս ինչու են նման կերպ կազմակերպել, որ ամենավերջինն են գնացել, այդ հաշվարկի ժամանակ, չէ, հստակ երևում է այդ շերտը ումա քվեարկել։
դա էլ է վերահսկողություն։ Այսինքն այդ ամեն ինչը կազմակերպելն այո ճիշտ է նախկինում էլ են նման կազմակերպել եւ դրա համար ասում են յուրաքանչյուր ընտրության ժամանակ պլյուս մի քանի տասնյակ հազար ձայն բանակինը գնում է իշխանությանը պլյուս մինուս այդպես ասենք Դերենիկ բայց ամեն դեպքում նաև սա շեշտենք որ այս ընտրությունները աննախադեպ էին իրենց խախտումների բնույթի եւ ծավալի առումով բազմազանությամբ որովհետեւ նախկինում եղել են խախտումներ բոլորս տեղյակ ենք այո գիտենք ինչ ձև խախտումներ էին լինում բայց այս անգամ հերիք չէ ամբողջ փունջներ նախկին խախտումների մի հատ էլ դրան ավելացել էին ռեպրեսիաները արդեն նախընտրական շրջանում որովհետև նախընտրական շրջանին միջև ընտրությունները միջև նախընտրական փուլը արդեն ռեպրեսիաները սկսվել էին նախընտրական շրջանում էլ ավելի ուժ գնացան բայց օրինակ ինձ համար լակմուսի թուղթը որ Նիկոլ Փաշինյանը պիտի անցնի բոլոր կարմիր գծերը դա Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կալանավորումն էր սին մտածածին մի հոդվածով շինց ու քրեական գործեր ու հենց ընտրություններից քվեարկությունից 2 շաբաթ առաջ մինչ այդ այո ընդդիմության առաջնորդներից մեկը կալանքի մեջ էր գտնվում քրեական հետապնդում կար նախաձեռնված բայց դա նախընտրական փուլից առաջ էր հենց նախընտրական փուլում ընտրություններից 2 շաբաթ առաջ երբ որ արդեն այդ փուչ հոդվածով կալանավորեցին Անդրանիկ Թևանյանին արդեն իսկ պարզ էր որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը բոլոր հնարավոր ու անհնարին սահմանները որպեսզի կարողանա վերարտադրվել բայց դա էլ իր մոտ չստացվեց ու այդ ամեն ինչը իրենց դեմքին էլ էր հա դաջված երբ որ գիշերվա կեսին դեռ այդ բաները ամբողջ ընտրատեղամասերի արդյունքները չէին ամբողջացվել դեռ ընթանում էր քվեաթերթիկների 10%-ն էին հաշվել ձայները ընդամենը հաշվարկը այո 10%-ն էին հաշվարկն իրականացրել այդ ոնց որ բանի խիդայի դեմքերով հա կանգնած դուդուկի դեմքերով հայտարարում էին իրենց հաղթանակի մասին դա էլ է ցուցիչ որովհետև ասենք իրենք ինչ որ բանից խիստ անհանգստացել վախեցել են հելել են միանգամից հայտարարել են իրենք էլ շատ լավ գիտեին ինչ միջոցով են իրենք այդ հաղթանակը կորզել դա է պատճառը որ հիմա իրենք ժողովրդական հին արևմտահայերեն կամ գրաբար բառով օգտագործել մանթոյի մեջ են միջև հիմա իրենց մոտ զգացում է այդ ամեն ինչը բայց վերադառնալով նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը խախտել է մրցակցային ընտրությունների այդ ամբողջ տրամաբանությունը այսինքն ամեն ինչ արել է որ այդ ընտրությունները չլինեն մրցակցային եւ միայն դրանով ապա լեգիտիմացնում է ընտրական գործընթացը եւ ընտրությունների արդյունքները նույն Թևանյանի ձերբակալությունը այնպիսի հոդվածով որը էականորեն ազդում է մարդկանց վերաբերմունքի վրա եւ կարող էր վճռորոշ լինել շատերի համար քվեարկել թե չքվեարկելու որովհետեւ դե մենք հա հասկանում ենք գիտենք որ շինց ու քրեական գործ է բայց շատերը որ լսում են նման ահասարսուր գնահատականներ չգիտեմ լրտես պետական գաղտնիք որը գոյություն չունի իրականում քրեական գործի մեջ եւ այլն մարդկանց մոտ առաջանում է մի քիչ զգուշավորություն եւ այդ մարդը կարող է չգնալ եւ չքվեարկել ասենք եթե Նախընտրական շրջանում նաև փաստորեն մարդուն մեկուսացնում են եւ զրկում են հավասար քարոզչություն իրականացնելուց։ Դա երկրորդ բանն է, բայց մարդու անվան արատավորում ես դու անում, որը ազդում է ընտրողների տրամադրության վրա։ Երկրորդը արդեն մարդուն զրկում ես ակտիվ քարոզչություն իրականացնելուց, դա արդեն ապա լեգիտիմացնում է, այլ մնացածների մասով էլ կզսնեմ, ասֆալտին փռեմ, էս անեմ, այն անեմ, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում, որը նույնիսկ արձանագրեցին ԵԱԿ ժմիկ դիտորդական առաքելության անդամները այդ մասին բարձրաձայն խոսեցին, այսինքն պատկերացնում ես ծավալը ինչքան շատ է եղել այս խախտումների, որ նույնիսկ ԵԱԿ դիտորդները չեն կարողացել դա չարձանագրել։ Մախատը պարկում երկար չեն պահում, ինձ թվում է այդ արձանագրումը արվել է ի զգուշացում Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծ եթե դու մեր հանձնարարած կուրսից ես կոմենկոմ անես, որը ժամանակ հետո մենք այնպիսի փաստեր կհանենք ջրի երես, որ ուշքդ կանցնի մոտավորապես այդ տրամաբանության մեջ է եւ
Երենիկ մի բան էլ ասեմ, քանի միտքդ հիշի, չմոռանանք, որ Անդրանիկ Թևանյանին կալանավորելու հրահանգը Նիկոլ Փաշինյանը տվեց հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում Վանաձորում հանրահավաքի ժամանակ, իսկ Թևանյանին մեկուսացնելու, չեզոքացնելու նպատակը շատ պարզ էր, որովհետև Թևանյանը Նիկոլ Փաշինյանի գաղափարաքաղաքական թիվ 1 ընդդիմախոսներից մեկն է։ Ու նաև մի բան էլ ասեմ, քանի որ ինձ շատ են հարցնում, թե ինչ է լինելու Թևանյանի գործի հետ կապված։ Մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ Անդրանիկ Թևանյանը մինչ օրս գտնվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ընթացակարգը այսպես է, որ նա այս շինծուգործով կալանավորվել էր մայիսի 22 լույս 23-ի գիշերը, հետևաբար 2 ամսով էր կալանավորվել, այսինքն կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 22-23-ին, այդ ժամանակ խափանման միջոցի հարց կրկին պետք է առաջանա, բողոքարկումը ներկայացվել է փաստաբանի կողմից, որը առնվազն ժամանակ է պահանջում 1 ամիս, մոտավորապես գալիս է այս ամսվա վերջ, մինչ այդ դեռևս որևէ զարգացում հնարավոր չէ լինել ու շատ հնարավոր է, որ այո, Անդրանիկ Թևանյանը մինչև նույնիսկ օգոստոս, մինչև մանդատները ստանալը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից շարունակի մնալ կալանավայրում, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը այս բոլոր կարմիր գծերը, որ ինքը հատել է, էլի շարունակի այդ անձնական վրեժխնդրությունը, մանրախնդրությունը եւ նույնիսկ այն ժամանակ, երբ որ Անդրանիկ Թևանյանը падգամավորության մանդատ ստացած լինի, նույնիսկ այդ ժամանակ հրահանգի, որպեսզի նրան ազատ չարձակեն։ Ես ասեմ կա մի տարբերակ, որ կարող է ազատ արձակվել, իհարկե Նիկոլի իշխանության օրոք դա ֆանտաստիկայի բնույթից ոլորտից կլինի, դա այն է, որ քննիչը դե դատախազը կարող է ինքը իր բանով որոշումով փոխել ստորագրությամբ փոխել կալանքի ձևը, ասենք տնային կալանք սահմանել, վարչական վերահսկողություն եւ այլն, ինչպես դա արեցին մեկ անձնավորության դեպքում եւ նրան ազատ արձակեցին եւ այդ մեկ մարդը Թևանյանը չէր։ Չէ, դե այդ մեկ մարդը այնպիսի մեկ մարդ էր, որին պաշտպանում էին, ասենք, այսպես կոչված սորսական շրջանակները։ Լավ, ինչեւ է, ես բոլորին ովքեր քաղաքական հետապնդման են ենթարկվում, մենք բոլոր քաղաքապետարներին ազատություն ենք մաղթում Նիկոլի ռեժիմի պայմաններում եւ Թևանյանի հետ կապված ես մեկ բան էլ ասեմ, որ հիմնական խնդիրներից մեկը նաև նրա բարի համբավը արատավորելն էր, տեսեք, նշեցիր, որ Վանաձորում հայտարարեց, դրանից հետո անցավ 2 օր։ 2 օր որևէ բան չէր ձեռնարկվում, ոչ ԱԱՑ-ի կողմից, ոչ դատախազության, ոչ էլ քննչականի կողմից, եւ տպավորություն էր ստեղծվել, որ իրենք սպասում են, որ Թևանյանը կոպիտ ասած փախնելու է եւ իրենք ստեղ ճղճղալու են, որ տեսակ քրեական գործը հարուցինք, լրտես էինք ուզում բռնել, մարդը փախավ, հիմա մենք ինչ անենք եւ ուրեմն մեղավոր էր, դա արվել էր հենց քաղաքական նպատակով, որ մարդ կփախնի, որովհետեւ պատկերացրեք, այդ հոդվածը ցմա ազատազրկում է սահմանում։ Հետեւաբար ինչքան էլ ասես ես, չգիտեմ, քաջ եմ, հզոր եմ, անվախ եմ եւ այլն, բայց մի հատ պատկերացրեք, էլի, ասենք, նման հոդված Նիկոլի ռեժիմի պայմաններում, որ կարող են ոչինչից գործ թխել ու քեզ նստացնել, ինչպես արել են շատերի դեպքերում, եւ հույս ունեին, որ Թևանյանը կփախնի, իրենք այստեղ կճղճղային, որ այդ դավաճանը եւ դրանից մաքրվել էլ հնարավոր չէր լինի։ Այդպես ասեմ, բայց Թևանյանը որոշեց խառնել խաղաքարտերը, գնաց իր ոտքով կանգնեց այդ քննչական կոմիտեի դիմաց, այնքան մանթոյին, որ վերջի պահին, երբ որ մի ոտ պետք է աներ մտներ այդ դարպասներից ներս, եկան շոու սարքին, ինչ որ կանդալները գցեցին եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք Թևանյանի հետ քայլից շատ մանթո վիճակում էին, դա ինչի համար եմ ասում, որ Նիկոլի այս քայլերը, օրինակ Թևանյանի հետ կապված, ուղիղ հակասում է ընտրությունների մրցակցային լինելու թեզին։ Ես մի բան էլ նշեմ ու մենք ունենք հյուր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քիչ հետո նա մեզ կմիանա, ես ուղղակի չեմ կարող չանդրադառնալ այսօրվա Փաշինյան Նիկոլի հարց ու պատասխանին ասուլիսին, ուրեմն մարդը ասում է, ուրեմն քննադատում է դատական համակարգին, իրավապահ համակարգին, ասում է կոռումպացված են։ Այդտեղ ես չգիտեմ, բանականություն ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է ուշքը անցնել էլի այդ կոգնիտիվ դիսոնանսից։ Այս մարդը 8 տարի վարչապետ է, այս մարդը այն մարդն է, որ ասենք ԲԴԽ-ի բարձրագույն դատական խորհրդի նախագահին SMS-ով գործից ազատումը, անկախ մարմնի նախագահ, անկախ ինքը իրավունք չունի, դա քրեական գործ է։
գործից ազատումը խոսում է վնգստացող դատավորների մասին, հայտարարել է, որ խի տենց դատավոր կա Հայաստանում, որ իմ ասածը չանի, շրջապակել է դատարանները, ու այդ ամեն ինչը արել է իբր դատական համակարգը բարեփոխելու տրամաբանության մեջ, հիմա կանգնում ասում է դատական համակարգը կոռումպացված է, փողով գործ են անում։ Տղա ջան, այդ դեպքում հարց է առաջանում, դու անբան էիր 8 տարի ոչ մի բան չես արել, դատական համակարգը իբր քո մեջքի հետևում փողով գործ է արել, կամ դու կամ չէ, այդ երկրորդ տարբերակը ամենահավանականն եմ համարում, դատական համակարգը քաշել ես քո տակ, քո դոդուկի տակ պարացնում ես, պետք եղած դեպքում էլ քավության նոխազ ես սարքում, ասում ես իրանք են մեղավոր, քրեական գործերը կա, բամա մարդկանց ազատ են ասում, ժողովուրդ ես ինչ անեմ, այդպիսի հիմար թեզերի, չգիտեմ, էփած հավերը անգամ չեն հավատա, այսինքն չար բոյարներ, բարի ցար տարբերակն է, ես լավն եմ, դատական համակարգը կոռումպացված։ Կամ երկուսը միասին դերենիք, համ անբանը, համ այդ երկուսը։ Դե հա, անբանը հեշտ չեն քննարկում, անբանության մասին կարելի է մյուսին չի բացառում էլի։ Կարելի է թեզեր գրել, բայց այդ անբանությունը ինքը արել է դատական համակարգը այս ձև սարքելու համար։ Այո։ Ու իրոք Հայաստանում արդեն, ես չգիտեմ, կա դատավոր, որ Նիկոլի հրահանգը չկատարի։ Ես չգիտեմ, կա թե չկա, կարծում եմ դժվար լինի այդպիսի դատավոր, որովհետև իրենք զբաղված էին այս 8 տարիների ընթացքում դատական համակարգը անկախ, ընդդիմադիր, չգիտեմ, այլ հայացքներ ունեցող դատավորներից, աշխատողներից մաքրելով։ Ու հիմա մաքրել հասցրել է մի վիճակի, որ ինչ գործ ուզենան կթխեն, ում վրա ուզենան գործ կհարուցեն, ինչ ուզենան կխոսեն, այսինքն Նիկոլ Փաշինյանը հաստատել է բացարձակ ավտորիտար համակարգ Հայաստանում, Ժող Բաստիոնի անվան տակ, իրականում դա կոնցլագեր է, ու եթե ոմանք չեն հավատում ինչ որ միջազգային հանրության են վկայակոչում, հայտարարություններ, Մակրոն, չգիտեմ ինչ եւ այլն, որ գովում են Հայաստանի ժողովրդավարությունը, Economics Intelligence Research հեղինակավոր The Economist-ի հեղինակավոր բաներից է միջազգային կազմակերպություններից, որը գնահատական է տալիս Հայաստանի տարբեր աշխարհում տարբեր ռեժիմների որակներին, էլի Հայաստանը շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմ ունեցող պետություն։ Այնտեղ ինչ որ տարբերություններ դեպի լավ, վատ գնացել եկել է, բայց բնույթը չի փոխվել, ինքը հիբրիդային ռեժիմ է։ Այսինքն այն բանի համար, որ ինքը իբր 18 թվականին հեղափոխություններից եկավ իշխանության, որ ժողովրդավարություն, երջանկություն, չգիտեմ ինչա բերելու հայ ժողովրդին, այդ առումով գրեթե որևէ տեղաշարժ գոյություն չունի։ Իմիջիալուց այս ընտրությունները աննախադեպ էին նաև այն առումով, որ աշխարհաքաղաքական բոլոր դերակատարները, հիմնական խաղացողները անմիջապես ներգրավված էին ընտրություններում, այդ թվում նաև օտարերկրյա հատուկ ծառայությունները, ու այդ մասին նաև հիշատակել էր Մայր Հայաստան կուսակցությունը իր հայտարարությունում, նաև նշել էր, որ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, ազատ, արդար, մրցակցային։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք ծանոթանանք Մայր Հայաստանի այդ հայտարարությանը եւ դրանից հետո արդեն մեր զրույցը շարունակենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններն անցել են համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, բռնությունների, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից բոլոր հնարավոր ու անհնարին իրավական եւ բարոյական նորմերի խախտմամբ, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների եւ հետապնդումների ներքո։ Այս ամենի մասին նաև փաստում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, որտեղ արձանագրված են ընդդիմադիր գործիչների դեմ շինծ ու քաղաքական դրդապատճառներով ապօրինի գործեր հարուցելու փաստերը, ինչի հետևանքով անհավասար պայմաններ են ստեղծվել։ Նույն դիտորդների հայտարարությունում նշված է, որ նախընտրական արշավի ընթացքում ընդդիմադիր գործիչների եւ նրանց համակիրների նկատմամբ բազմաթիվ եւ տարատեսակ քրեական գործեր են հարուցվել, ինչը հանգեցրել է հանրության ընդդիմադիր հատվածի ակտիվության զգալիորեն նվազմանը եւ նախընտրական քարոզարշավի համար ստեղծվել են անհավասար պայմաններ։ Այս ընտրություններն աննախադեպ էին արտաքին ուժերի, այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավվածության առումով։ Այդ ուժերն անթաքույց եւ ուղիղ ձևով սատարում էին օրվա իշխանություններին, Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական բախումների հորձանուտի մեջ։
Մայր Հայաստան կուսակցությունը լիովին համակարծիք է միջազգային դիտորդների գնահատականների հետ, քանի որ ընտրություններից ընդամենը 2 շաբաթ առաջ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվեց շինծու քրեական գործ, որպիսի խափանվի նրա նախընտրական արշավը եւ մեկուսացվի գործող իշխանության գաղափարաքաղաքական հիմնական ընդդիմախոսներից մեկը։ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։ Այդ քայլով իշխանությունը խոչընդոտել է նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավը, նաև շինծու մեղադրանքներ են առաջադրվել ԲՀԿ նախընտրական ցուցակի 4 անդամների նկատմամբ։ Իշխանության այս գործելավոճը կիրառվել է մյուս ընդդիմադիր մասնակիցների նկատմամբ ևս, ինչի հետևանքով ընտրություններից առաջ եւ հենց քվեարկության օրն ընդդիմադիր հարյուրավոր ակտիվիստների ձերբակալության պատճառով էապես նվազել է ընդդիմադիր հատվածի ակտիվ գործունեությունը, դրանով իսկ գրեթե վերացնելով հավասար պայմաններն իշխող ուժի եւ ընդդիմադիր քաղաքական միավորների համար։ Արձանագրում ենք, որ վերը նշված բոլոր դիտարկումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա եւ այն չի կարելի համարել լեգիտիմ, արդար, ազատ ու մրցակցային։ Կոչ ենք անում հանրային ու քաղաքական բոլոր դերակատարներին ընտրությունների եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես գալ քաղաքական գնահատականով եւ միասնական քայլերով հասնել օրինականության հաստատմանը Հայաստանում։ Մայր Հայաստան կուսակցություն 10/06/2026 թվական։ Մենք մեր զրույցը շարունակում ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում, առաջին անգամ եք, բայց ոնց որ թե այդքան էլ լավ պայմաններում չեք հանդիպել։ Դե գիտեք, վերջի 8 տարվա մեջ երբ էլ գային, այնպես չի, որ լավ առիթով պետք է։ Հա, հիմա ուղղակի մի քիչ sense թարմ է, էլի զգացողությունները։ Հա, հիմա անցնենք ընտրությունները գնահատելուց։ Հասկանանք ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին ու արդյոք սա Նիկոլի Պյուրոսյան հաղթանակը չէր։ Կարող ենք եւ հավելում է Արեգ Նազի հարցին, այս ընտրությունները համարել լեգիտիմ։ Տեսեք, ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի այդպիսին չհամարվի։ Բայց դրա համար առաջինը դա պետքա ֆիքսենք ոչ թե ես կամ դուք, այլ քաղաքական ուժերը, մասնակից, որից հետո արդեն մենք կարող ենք վստահ ասել, որ դա այդպես է։ Այո, հիմքերը կան այդպես ասելու։ Այսինքն, որ լեգիտիմ չեն։ Այո։ Իսկ քաղաքական ուժերը չեն ասել։ Ես չգիտեմ, ես էլ եմ սպասում անհամբեր։ Իսկ Զադերշկան ինչու ազդեց։ Չգիտեմ։ Մենք գիտենք, դուք ամեն ինչ գիտեք։ Չէ, ես երբեք, չէ, ճիշտն ասած, ես երբեք նման պրետենզիաներ չեմ ունեցել, որ ես ամեն ինչ գիտեմ, երբեք։ Գիտեք, ինձ փոքր ժամանակվանից սովորացրել են, որ ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Դե իրենք ասում են, որ սպասում են։ Ի տարբերություն մեր իշխանավորների, որ ամեն ինչ գիտեն։ Դե պաթոլոգիկ բան է, կլինիկական դեպք է։ Հատկապես վերջին այս իրադարձությունները ցույց տվեցին, որ բացարձակ տիրապետում են Excel ծրագրի։ Հատկապես Հովակիմյան Վահանը։ Բայց մաթեմատիկա այդքան էլ լավ չգիտեն, էլի։ Ուղղակի տեղ հա իրոք ասենք Excel-ի մեջ 3 հատ թիվ իրար չկարողանալ գումարել, արդեն ասենք ամենաշատ բանը, որ դուր է եկել հետ ընտրական այդ Facebook-յան հումորներից, այդ հայտարարություններ, որ մեկը գրել էր, որ անվճար իրականացնեմ Excel-ի դասընթացներ։ Մուտքագրման։ Պարոն Քոչարյան, այսպիսի մի հարց, դուք ասում եք, բոլորս էլ սպասում ենք ընդդիմադիր ուժերի պաշտոնական գնահատականի, Մայր Հայաստանի միջայլոց այդ գնահատականը տվել է համարելով կեղծված, ոչ լեգիտիմ, նոր լսեցինք։ Մյուս ուժերի հետ կապված, ինչով եք պայմանավորվում, ինձ թվում է մանդատներ վերցնել չվերցնելու խնդրի հետ է կապված, որ եթե օրինակ ասեն լեգիտիմ չի, կեղծված է, մրցակցային չի եւ այլն, առաջակալից այդ դեպքում չեք մանդատները վերցնում, թե դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Չէ, իրենք հետո նաեւ չմոռանանք, որ ասում են մենք սպասում ենք պաշտոնական տվյալներին արդեն ամսի 14-ին, երբ որ վերահաշվարկը կավարտվի, կամբողջացվի, նոր դրանից հետո մենք հայտարարություններ Նարեկը Կարապետյան հայտարարություն տարածեց, որ դիմելու են ին անվավեր ճանաչելու, որից հետո եթե չլինի սահմանադրական դատարան, ոնց որ թե Հայաստան դաշինքը արդեն դիմել է սահմանադրական դատարան, ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը եւ Միասնության թևերը դիմել են վերահաշվարկի, այսինքն այնտեղ պրոցեսներ են գնում, շատ բնական պրոցեսներ։ Գիտեք, ես շատ լավ հիշում եմ
Հայաստանի բոլոր ընտրությունները Ապա։ սկսած 1990 թվականի Գերագույն խորհրդից։ Շատ բան եմ տեսել։ Ու այնպես չի որ, հա, մինչև այդ ամեն ինչ, այսպես ասած, վարդագույն ակնոցներով եմ նայել, ամեն ինչ էլ տեսել ենք։ Իսկ այսպիսի ընտրություններ տեսել էիք։ Բայց հիմա, քանի որ մենք արդեն 21-րդ դարի երկրորդ քառորդում ենք, նոր տեխնոլոգիաները եկել են օգնության, հա, այս իշխանությանը, ինձ տպավորությունն է, որ արհեստական բանականությունն է Excel-ում այդ բաները գումարել, իրանք օգտագործել են արհեստական, որովհետև քանի որ բնական բանականության հետ վաղուց արդեն ինչ-որ ընդհանրապես կան խնդիրներ, արհեստական բանականությունը երևի գալիս է օգնության։ Առավել ևս որ ֆերմաներ են դրել, չէ, արհեստական բանականության այդ ֆերմաները իրանց հետ ոչ մի կապ չունեն։ Ոչ մի կապ չունեն, այ դա լուրջ է շատ։ Բայց կարող են օգտագործել, չէ։ Կարող են օգտագործել։ Քոչենա, բայց եկեք նաև ինքնախապեյությամբ էլ չզբաղվենք, որովհետև այդ մտքի հետ էլ ամեն դեպքում մենք պիտի համակերպվենք, որ օրինակ իմ կարծիքով, սուբյեկտիվ կարծիք է, առնվազն 500,000 մարդ ամեն դեպքում ՔՊ-ին ձայն տվել է, առնվազն 500 մարդ։ Ու մենք ապրում ենք այդ մարդկանց շրջապատում։ Հետևաբար ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել։ Ինչու մենք չենք կարողանում այդ մարդկանց տեղ հասցնել, որովհետև մի ստվար զանգվածի էլ ամեն դեպքում մենք կարողացել ենք ընտրության բերել եւ մեր կոչերով եւ այդ ահագնացող վտանգների մասին զգուշացնելով ու այս ընտրությունները նաեւ աննախադեպ էին իրենց մասնակցության, աննախադեպ չեն, լավ այսպես ասենք, ակտիվ էին իրենց մասնակցության քանակով, մենք քնած տեղից էլ մարդիկ իրոք վեր կացան այդ ծնկած վիճակից գնացին քվեարկության, բայց կան մարդիկ, ովքեր մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանին ձայն են տալիս, ինչու։ Ես հավելեմ, այսինքն կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը գաղափարական ավելի մոբիլիզացված շատ ընտրող ունի, որ ուղղակի գաղափար, ես չգիտեմ ինչ գաղափարի համար, բայց գաղափարական, քան ընդդիմությունը։ Տեսեք, գաղափարական ընտրողներ ունեցել են բոլոր իշխանությունները։ Այդ նաև ոչ իշխանությունները։ Ես շատ լավ հիշում եմ 90-ականներին, օրինակ Պարույր Հայրիկյանի էլեկտորատին։ 15% կար, չէ։ Ես չեմ հիշում հիմա տոկոսները, բայց դա այնպիսի գաղափարական կուր էլեկտորատ էր, որ ոչ մի կերպ դու չէիր կարող իրենց ուրիշ բան ասել։ Բացատրել, այո։ Սա միշտ կա, բայց այդ 500,000 ասվածը ինչի հետ ես համաձայն եմ։ Կամ չգիտեմ։ Ես մի 350,000-ի։ Լավ, էական չի, բայց դա լուրջ թիվ է, բայց դա լուրջ թիվ է։ Այդ լուրջ թիվը ունեցել է ցանկացած իշխանություն։ Ժողովուրդ, այդ դրա համար եմ ասում, ես 90 թվականից ամեն ինչ տեսել եմ։ Այսինքն դա իշխանության ձայներն է։ Մի հատ հիշեք 17 թվականին Նիկոլ Փաշինյանի ելք դաշինքը ինչքան է ստացել, երբ որ ընդդիմություն էր։ 7% էր, ինչ էր։ Եվ ինչքան է ստացել դրանից ընդամենը 1.5 տարի հետո։ 18 թվականի դեկտեմբերին, երբ որ արդեն ինքը իշխանություն էր։ Ցանկացած ՀՀԿ-ն ինչքան է ստացել 17 թվականին, երբ եղել է իշխանություն, եւ դեկտեմբերին, երբ որ ընդդիմություն է եղել։ Նույն, ասենք, ՀՀՇ-ն ինչքան էր ստացել, ենթադրենք 95 թվականին, ու այն ժամանակ Հանրապետություն բլոկ էր, Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի նախագահական ընտրություններին, հետո 98-ին ՀՀՇ-ի տարբեր տեխնացուներ ներկայացված էին նախագահական ընտրությունին, 99-ին պարլամենտականին։ Այսինքն մի բան է, երբ դու իշխանություն ես, այդ էլեկտորատը փոխանցիկ դրոշի նման ոչ թե գաղափարական է այս կամ այն ուժինը, այլ փոխանցիկ դրոշի նման դա իշխանությանն է։ Այսինքն իշխանության վարկանիշն է դա։ Այո, դա պաշտոն սիրել, չգիտեմ ինչ եւ այլն, այդ ամեն ինչն է։ Ինչ ուզում եք անունը դրեք, պաշտոն սիրել, փող սիրել, քծնել եւ այլն եւ այլն, կախվածություն, շատ օբյեկտիվ պայմաններ, ես միայն չեմ փնովում։ Այնտեղ կան շատ բնական պայմաններ էլ, հա։ Այս ամեն ինչը դա իշխանության վարկանիշն է, ոչ թե ՔՊ-ի վարկանիշն է։ Եթե ՔՊ-ի տեղը լիներ ցանկացած այլ կուսակցություն, ցանկացած այլ կուսակցություն,
ինքը ունենալու էր այդ վարկանիշը պլյուս մինուս։ Լավ, հետևաբար ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր է, թե չէ։ Ես օրինակ համար լավատես եմ ամեն դեպքում, նույնիսկ այսքանից հետո համարում եմ, որ իրոք հնարավոր է, որովհետև տոտալ կեղծիքների են գնացել, խախտումների են գնացել, օրինակ եթե չգնային այս խախտումներին, հնարավոր է այդ պայմաններում փոխել իշխանությունը ընտրություններով։ Տեսեք, վերջին օրերին Facebook-ում տարածվեց մի շատ հետաքրքիր տեսանյութ, որտեղ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին եւ այսպես ասած մետադիչկա է ներկայացնում, ինչպես պետք է գործի ընդդիմությունը ընտրությունների ժամանակ։ Իհարկե հնարավոր է, բայց հնարավոր է զուգորդելով այն գործողությունները, որի մասին պատմում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այդ եթերում։ Այսինքն ես հիմա կարող եք հարցնել պետք է վերցնեն, չպետք է վերցնեն, ես գտնում եմ, որ էականը դա չէ, էականը նա է, որ դա պետք է զուգորդվի այն գործողություններով, կրկնում եմ, ես չեմ ասում, որի մասին պատմել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, կետ առ կետ, քայլ առ քայլ պատմում է այդ մարդը։ Երկու կետ ասեք, պարոն։ Չէ, ես չեմ ուզում, թող բացեն, նայեն մեր ընդդիմադիրները, թող բացեն եւ կետ առ կետ, քայլ առ քայլ նայեն ինչա պետք անել։ Որի մեջ մտնում է նաեւ փողոցը։ Հենց փողոցն էլ մտնում է։ Հիմա փողոցի գեներացիան չլինելը, թե նախընտրական շրջանում, թե դրանից հետո հանրահավաքները չեն քաշվում, դա կարող ենք ստրատեգիական կամ տակտիկական սխալ գնահատել։ Ես հենց այդպես էլ գնահատել եմ եւ չեմ թաքցրել դրա մասին, որովհետեւ հաշվի առնելով այն բազմաթիվ ընտրությունները, որը մենք տեսել ենք, տեսեք, խնդիրը այն չի, որ գեներացնեն, թե չեն գեներացնի, կամ եթե գեներացնեն, դա ինչ կտա, տեսել ենք վերջի 6 տարին։ Խնդիրը իսկ հետո էֆեկտիվությունը այդ գեներացվածի, ինչպես կօգտագործես։ Կապիտալիզացիան, այսինքն։ Կգնաս կաղոթես, թե կգնաս ֆանարիկներով բան կանես, թե կգնաս կնստես, թե կհասնես քո ուզածին։ Դե այդ բոլոր տարբերակները հնարավոր են, մինչև չես սկսել։ Այսինքն խնդիրը նրանում չի, որ դա էլ ենք փորձը հնարավոր չի։ Ոչ թե փորձը հնարավոր չի, 18 թվին փորձել են հնարավոր է եղել։ Հիմա ինչ չեմ փորձում։ Այսինքն այստեղ գիտեք, ինձ համար անհասկանալի է քաղաքական ուժերի այն պահվածքը, որ դա հնարավոր չի, արդեն փորձել ենք։ Մի անգամ փորձել ես չի ստացվել, երկրորդ անգամ փորձի։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2007 թվից իմպիչմենտով պայքարել է։ Ու շատ ցածր տոկոսներ ստանալով, յուրաքանչյուր ընտրությունների մասնակցելով եւ այլն եւ այլն։ Ես հիշում եմ, որ իրենց հավաքներին նույնիսկ այնքան քիչ մարդիկ էին հավաքվում, որ ստիպված մի հատ էլ մեքենա էին դիմացից դրել, որ գնար, մի քիչ բան էլի, սենց հոսք մարդաշատություն ցույց որ տային էլ, մի քիչ ավելի երկար ծավալուն լիներ իրենց երթը։ Այդ հասկանալի օրինակ Գյումրու ընտրությունների 1%-ից պակաս էին հավաքել 17 թվականին, բայց դրանից հետո ասենք հավաքեցին հազարավոր ձայներ, դա խնդիրը դա չի։ Պարոն Քոչարյան, լավ, այդ դեպքում հարց է առաջանում, հա, շատերի մոտ հարց կառաջանա, իմիջիայլոց նույն տեխնոլոգիայով 12 թվականին Բիձին Այվանիշվիլին եկավ իշխանության, իմիջիայլոց Սաակաշվիլու իշխանությունը պակաս ավտորիտար չէր, պակաս չէր տիրապետում։ Դες դրա վրա էլ եթե հիշում եք ինչը տրիգեր դառավ Վրաստանում, խոշտանգումներ եւ այլն եւ այլն։ Այո։ Բայց հավաքեցին մարդկանց, եթե չեմ ասում 40,000 մարդ հենց գիշերը հավաքել էին, ասին եթե կեղծես, վատ կլինի։ Այո։ Նույն Նիկոլ Փաշինյանը դրա մասին պատմում է իր բերանով։ Այսինքն կարծում եք, որ այդ ընտրության գիշերը, որ Նիկոլ Փաշինյանը ժամը 2-ին էր, քանիսին էր, շտաբ ասուլիսը հրավիրեց, դեռ հաշվարկը ընթանում էր, ընդդիմությունը իր պատասխան գործողություններ պիտի իրականացներ, օրինակ կոչ աներ մարդկանց հավաքվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։ Կոչ պետք է աներ, դրա օրինակը եղել է 96 թվականի նախագահական ընտրությունների։ Արա Սահակյանի գլուխը Չէ, այդ խոսքը դրա մասին չէ։ Խոսքը մինչև այդ գործողությունները նրա մասին էր, որ Վազգեն Մանուկյանի շտաբը ալտերնատիվ կհստեղծեց հրապարակում, ազատության հրապարակում, հաշվում էին, որտեղ ամեն ընտրատարածքից
գալիս էր թիվը, գումարվում, գալիս էր դրա մասին բարձրաձայնվում, այսինքն գնում էր զուգահեռ հաշվարկ։ Բայց արդյունք Այսինքն տվեց։ դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի ժամը 2-ի հայտարարությունը դա պետք է արվեր երեկոյան ժամը 8-ից, երբ փակվում էին ընտրատարածքները։ Եվ արդեն պարզ էր, որ պետք է հաշվարկների արդյունքները արդեն կամաց գան։ Բայց արդյունք տվեց այդ գործողությունը։ Իհարկե արդյունք տվեց։ Այլ հարցը հետո ինչպես դա կարողացան նյութականացնել կամ չնյութականացնել։ Այլ հարց է, բայց լեցուն հրապարակ էր այդ ժամանակ։ Այո, բանի փողոցի գեներացիա եղավ շատ հզոր։ Այսինքն կարող են հրապարակում ուղղակի ձեր ասացի նման դնել, հաշվել, այլ ընտրանքային հաշվարկ տանել էկրանների վրա։ Այսօրվա հանդիմությունը այդ հնարավորությունը ունի, դնի մեծ օրինակ մոնիտոր հրապարակում։ Մարդիկ հավաքվեն, ժամանակակից տեխնոլոգիաները մեզնան օգնեն։ Այդ դեպքում իմ մոտ բան առաջացավ էլի, այդպես միտք, հենց այդ ասուլիսի ժամ, ասուլիսի էլ չի, մի 2 րոպեանոց ելույթ էր Նիկոլ Փաշինյանը, հելավ այդ 2 րոպեի մեջ տեղավորեց, որ սրան անստացնելու կզսնելու է։ Կարող է դա ինչ-որ մեսիջ էր։ Որ ինչ։ Չէ, ասեց նստացնելու եմ սրան։ Դա առաջի անգամ չէր ասում ինքը, ամբողջ նախընտրական շրջանում այդ 3 հոգու անունը անընդհատ տրվել է, ու հիմա էլ է տալիս, եթե չեմ շուտում այսօր էլ է ասել։ Դա կարող է ասենք ինչ-որ փորձում է դրանով փողոցը դատարկ պահել, էլ այդպես ասեմ։ Փողոցի հոգեբանությունը լրիվ այլ է։ Այսինքն, երբ դու գեներացնում ես փողոցին վախացնելը շատ բարդ է, խոսքերով։ Չէ, այստեղ բուն լիդերների մասին է խոսքը, էլի։ Ժամանակը ցույց կտա։ Այսինքն, չէ, դատելով Նիկոլ Փաշինյանի այդ հակումներից մարդկանց նստացնելու, էլի Անդրանիկ Թևանյանին հիշեցի, ընդրաշավի կեսից մարդն տարավ այս բանով ամբագորգոր գործով նստացրեց, ու ասենք հերու չի իրանից, էլի որ անկապ ինչ-որ մի հատ թեմայով բռնի նստացնի, էլի դա ամենևին հերու խոչընդոտող հանգամանք է։ Չէ, դա խոչընդոտող հանգամանք չի ու դա հենց դրա համար էլ դա վախեցնող էլ չի։ Այսինքն նոր չպետք է, հա, դրա մասին էս 8 տարիա բոլորը գիտեն, 8 տարիա տեսնում են այդ բռնել, բաստողել, եւ պետք է իրան վախացնել դրանով, բայց դա արդեն չի աշխատում ինձ թվում է, էլի։ Այնուամենայնիվ դա չի որ աշխատում է։ Ես օրինակ զարմանում եմ, տեսեք, ավարտվեց ընտրությունները, չէ՞։ Ընտրությունների հետ ավարտվեց իշխանական պոպուլիզմը։ Հա, Իհարկե։ Այսօր արդեն թանկացումների մասին է խոսքը։ Այսօր ակցիզային հարկերն են թանկացրել, ծխախոտը թանկանալու է, շատ արագ։ Խմիչքը թանկանալու է, դիզվառելիքը թանկանալու է, բենզինը թանկանալու է։ Այս ավարտվել է։ Ես հատուկ ֆիքսել եմ անմիջապես ընտրությունների հաջորդ օրը պարեկները, որոնք վերջի մի քանի ամիսներին ոչ մի մեքենա չէին կանգնացնում, բավականին ինտենսիվ սկսել են կանգնացնել մեքենաները։ Ես այս էլեմենտար կենցաղային բաներից սկսած, վերջացրած, հանձնաժողովի նախագահ, հանրային այդ ծառայության հանձնաժողովի նախագահ ասում է, որ էներգակիրների թանկացումը, այսինքն պատրաստում է արդեն թանկացման, էներգակիրների թանկացումը մեզ չի բերի մութ ու ցուրտ տարիներին, այսինքն թանկանա, բայց մութ ու ցուրտ տարիներ չեն գա։ Հարուստը կտականա, աղքատն կմրսի։ Ես զարմանում եմ, այսօր պետք է ընդդիմությունը, այսպես դրոշակներով մենակ այդ թանկացումներից ու այդ հակապոպուլիստական քայլերից, այսինքն ինչ է խոսք տվել, ինչ է անում։ Դե մարդը ասում է 10,000 թոշակ եմ բարձրացրել, չգիտեմ, բուժօգնությունը ծրի եմ դարձրել, դե հիմա մի քիչ թանկ վճարեք էլի բենզինի համար, իմիջիայլոց թող վճարեն, եթե ուզում են։ Դե ուզած պետք է վճարեն, չէ, ուզած պետք է վճարեն։ Իրականում խնդիրը բավականին լուրջ է, որովհետև ինչու կարող էին չէ համբերել գոնե մի քիչ անցնի, որ այսպես ափալ-թափալ։ Բայց փող չունեն, պարոն Քոչարյան։ Փող չունեն, որովհետև եկել է այն ահռելի պարտքերի տոկոսները սպասարկելու ժամանակը, փող չունեն, Ռուսաստանը բավականին լուրջ սանկցիոն միջոցառումներ է կիրառում Հայաստանի հանդեպ եւ փաստացի զրկում է այն մեծ թթվածնի
այդ խողովակից, որից բոլ օգտվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին, ամեն առումով, սկսած շուկայի մեծության, շուկայի վերջացրած նույն Ռուսաստանի դեմ սանկցիաների արդյունքում սանկցիաների արդյունքում զուգահեռ այդ իմպորտ-էքսպորտի հարցով եւ այլն եւ այլն։ Այդ երկնիշ տնտեսական աճ, որ խոսում էր, դրա արդյունքում դրա արդյունքներ իհարկե դրանից ոչ մեկ չեն թաքցրել, նույն Եվրոպան շատ լավ իմացել է դրա մասին, որովհետեւ դա միայն Հայաստանը չի եղել, այդ զուգահեռ էքսպորտով Ղրղստանն էլ ազբաղվել, գրեթե բոլոր երկրները, ինչպես նաև ոչ ԱՊՀ երկրները, օրինակ Էմիրատները եւ այլն։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ, որ մի փոքր ավելի ծավալուն անդրադառնանք կոնկրետ Անդրանիկ Թևանյանի գործի վրա, որովհետև խոսեցինք ռեպրեսիաներից, այդ թվում նաև Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների այդ փուլից առաջ, բայց Անդրանիկ Թևանյանի գործը նաև աննախադեպ էր այն առումով, որ փաստորեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի երկրորդ համարին եւ Մայր Հայաստան կուսակցության նախագահին, որը նաև Մայր Հայաստան խմբակցության ավականու ղեկավարն է, դեպ ավականին արդեն 2 տարի անընդմեջ առաջին տեղները սթարցումների զբաղեցնում, այսինքն բավականին բարձր վարկանիշ ուներ։ Հենց նախընտրական շրջանում քվեարկությունից 2 շաբաթ առաջ կալանավորեցին այն էլ այդպիսի հիմար մեղադրանքով։ Ըստ ձեզ ո՞րն էր պատճառը, ի՞նչն էր նպատակը։ Ինչն էր նպատակը, ես չեմ կարող ասել, որովհետև այս իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն ես վաղուց արդեն սկսել եմ չփնտրել, որ հասկանամ ինչն է նպատակը։ Բայց այն, որ այս Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկնում է 100 տարի առաջ իրականացրած մի ճանապարհ, խոսքը իր գոլեգա լրագրող Մուսոլինիի մասին է, որը շատերը մտածում են, որ Հիտլերն է ֆաշիզմի հիմնադիրը, բայց իրականում ֆաշիզմի հիմնադիրը Մուսոլինին է, որը եղել է լրագրող, լրագրողից եկել դառել է քաղաքական գործիչ, եկել է իշխանության եւ իրականացրել է, որ եթե նայեք, պարզապես նայեք ինչ քայլեր է արել Մուսոլինին, դուք կտեսնեք, որ absolut կրկնվում է այդ ամեն ինչը։ Հետո Մուսոլինին վատ ավարտեց իրականում։ Ամեն դեպքում այս գործի շրջանակներում, այսինքն ինչի էր ուզում հասնել։ Ես չգիտեմ, ես ասել եմ արդեն, այս իշխանությունները այնքան անտրամաբանական կամ գուցե իրենց համար տրամաբանական բռնաճնշումների են ենթարկել տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական ուժերի, ոչ քաղաքական եւ շարունակում են ենթարկել։ Եվ շարունակում են ենթարկել, որ ես վաղուց արդեն ոչինչի վրա ոչ զարմանում եմ, ոչ էլ փորձում եմ բացատրել այդ քայլերը։ Ինչի մասին քիչ առաջ ասեցի։ Պարոն Քոչարյան, այդ բռնաճնշումների շրջանակներում նաև կուսակցություններ ու ԶԼՄ-ներ են մտնում, ինչքան հասկացա, վերահսկողության ինչ որ իրականացնելու տրամաբանությամբ վաղուց էին խոսում, հա, ասենք այդ ԶԼՄ-նով է ֆինանսավորում, մի հատ ցույց տվեք, վերահսկենք եւ այլն նույնը կուսակցություններին։ Իրենք սա բացատրում են որպես ինքնիշխանության, չգիտեմ, անվտանգության ուղղված քայլեր, բայց իրականում հասկանում ենք, թե ինչ են անում։ Միջայլոց այսօր մեր գիտակներից մեկը Հայկ Ղազարյան, մեր ամենալավ գիտակներից մեկն է ինքը, գրել էր, հենց այստեղ գալուց առաջ կարդացի, գրում է, ասում է, տեսեք, ինչպես կարելի է գնահատել, երբ Հայաստանը իր արտադրած ամբողջ իշխանը ինքն է սպառում, որովհետև ձկնարդյունաբերության վրա է սանկցիա դրած Ռուսաստանի կողմից, ու ինքն էլ պատասխանել էր, դա կոչվում է ինքնիշխանություն։ Այս ինքնիշխանությունը դա է, երբ դու քո իշխանը սպառում ես ամբողջովին։ Բայց դա չի նշանակում, որ ոչ միայն թանկացումների պետքա պատրաստվենք, այլ նաև պետքա այդ լրատվամիջոցները, կուսակցությունները պատրաստվեն կալպակի տակ հայտնվելու։ Ես թվում է պատրաստ են, իսկ ով պատրաստ չի։ Ես եմ։ Ես թվում է համենայն դեպս ցանկացած մարդ, ով վերջին 7-8 տարիներին ապրել է Հայաստանում, այնքան բան է տեսել, որ
պատրաստ չլինելը միամտություն է, առնվազն։ Պարոն Քոչարյան, լավ, հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինչ գործողություններ, ինչ քայլեր պիտի հիմա անեն քաղաքական միավորները եւ ինչ պիտի անի քաղաքացին, ով անկեղծորեն ուզում է որպիսի այս չարաբաստիկ իշխանությունները հեռանան, գնացել է մասնակցել է քվեարկությանը, բայց փաստորեն սրանք ստացվում է, որ էլի առնվազն մի քանի տարի պիտի մնան։ Ինչ է մեզ սպասվում եւ ինչ պետք է անեն քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը եւ սովորական քաղաքացին։ Քաղաքական ուժերը պետք է հնարավորինս միասնական պայքարեն։ Դրա մասին արդեն ես վաղուց հոգնել եմ արդեն, այնքան եմ ասել։ Մի ժամանակ նույնիսկ ինտերվյու չեք տալիս, հենց այդ տրամաբանության շնորհակալ։ Հենց այդ պատճառով շարունակում եմ կրկնել, որ դա պարտադիր պայման է։ Ես մեռա ասելով, ես մեր քաղաքական ուժերը ոնց որ անգամ ժողովրդական առակները չեն կարդացել, բերել եմ օրինակ այն հայտնի փայտեր ջարդելու եւ հայրը ցախերը մեկ կոտրում է աչքների առաջ, հետո տալիս է իրար հետ ասում է փորձեք կոտրել։ Այսինքն բաներ կան, որ երեխա ժամանակվանից կարծես թե պետք է որ մարդիկ իմանան։ Բայց չգիտես ինչու Դե չէ, նախանձը չկամությունը բան աշխատում է։ Միասնական գործեր ասելով ինչ նկատում եք, ինչ պիտի անեն։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որովհետև բավարար պայմանը այնուամենայնիվ պետք է լինի լիդերություն դրսևորելը, որովհետև երբ մարդը մտնում է քաղաքական պայքարի, այդ թվում հատկապես երբ ընդդիմադիր դիրքերից է մտնում, ինքը պետք է պատրաստ լինի նրան, ինչին պատրաստ էր օրինակ Նիկոլ Փաշինյանը պարկել ավտոբուսի անիվի տակ, վազել, քայլել Գյումրիից Երևան, ինչ ես չեմ կարող հիմա ասել, ես ասում եմ այն ինչ որ ինքն է արել։ Մենակ գլուխ կոնձի չի տվել, բայց Էդ էլ է տվել։ եթե պետք լինի գլուխ կոնձի տվել է, բառացի։ Ես չգիտեմ, բառացի ինչ է արել, հա, պերոշկին կերել է, ձեռները քսել է, շորերին է տարել է, հետևը քորել է։ Ուզում եմ ասեմ, մենք ամեն ինչ տեսել ենք, հա։ Հիմա ես նորից եմ կրկնում, անպայման չի անել այն, ես բերում եմ այդ օրինակները։ Հա, բայց անպայման չի կրկնել։ Ես կարծում եմ այս հասարակության այն հատվածի մոտ, որը դեմ է այս իշխանություններին, կարծում եմ ստեղծագործ մարդիկ դեռ կան։ Այդ թվում նաև ստեղծագործ երիտասարդներ շատ կան։ Պարոն Քոչարյան, միգուցե խնդրեմը այն է, որ գործող իշխանությունը իրեն ավելի շատ ընդդիմություն ազգում ու գործում է որպես ընդդիմություն, իսկ ընդդիմությունը գործող իրեն ավելի շատ իշխանություն ազգում։ Իհարկե դա էլ կա, Դերենիկ ջան, դա էլ կա, որովհետև տեսեք, հռետորաբանությունն էլ էր այդպիսին։ Մինչև հիմա 3 անգամ Նիկոլ Փաշինյանը լինելով գործող իշխանություն տանում է նախընտրական կամպանիա, 3 անգամ նա տանում է ընդդիմադիր, հա, դիրքերից գործող կուսակցության նախընտրական կամպանիա։ Այսօր մուննաթա գալիս թե դատարանները կոռումպացված է, դու ընդդիմություն ես թե ով ես։ Այն որ ինչ եմ ասում Մուսոլինիի ճանապարհը, հա, որ սեր եւ հանդուրժողականություն քարոզող 18 թվականի Նիկոլ Փաշինյանը, որը Արցախը համարում էր Հայաստան եւ վերջ, որը ձեռները կտրեիր ոչ մի ընտրախախտում չեր անի, որը եւ այլն, սենց հա գիտնականության պատի տակ կանգնում, ինքը չի թողել ժողովրդավարության, ժամանակակից ժողովրդավարության հիմնական հիմքերը քանդելա այն պահից, երբ որ քանդելա իշխանության 3 ճյուղերի բաժանվածության, երբ որ ասելա ես ուզում գլուխը թե ինչ պատով կտային դատավորը, ես ասես մի հատ պատերի տակ վնգստացող դատավոր, կա պատերի տակ վնգստացողը դա վիրավորանք է, բայց որ չի անի չկա այդպիսի դատավոր, որ իմ հրահանգը չանի։ Հա, այսինքն, բայց դու ով ես, դու գործադիր իշխանության ղեկավար ես, դատական իշխանությունը իրական ժողովրդավարական երկրներում որևէ կախվածություն չունի անձեռ մխելի է գործադիրից։ Այստեղ ոչ կա օրենսդիր իշխանություն, ոչ կա գործադիր, ոչ կա դատական իշխանություն, այդ ամեն ինչը կառավարվում է մեկ հոգու կողմից, գործադիր իշխանության ղեկավարի կողմից, եւ այստեղ արդեն խոսալ նրա մասին, որ ժողովրդավարությունը անիմաստ է այդ պայից սկսած։
Այսինքն ընդդիմությունը պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ չկա ժողովրդավարություն, ամեն ինչի պետք է պատրաստ լինի, ու հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելով դուրս գա փողոց։ Ու թող ինձ չբերեն օրինակներ, որ ինչ որ երկրներ համարում են ժողովրդավար, որովհետև մենք այդ երկրների թե գործողություններն ենք տեսել, օրինակ ինչպիսի հարաբերություններ ունեին Քադաֆիի հետ, ինչ արեցին նույն Քադաֆիին, հա, օրինակ ինչ է ասվել ժամանակին, չեմ հիշում Պոլ Պոտի հաշվով ասել, թե Տրուխիլյոն երևի։ Չէ, это сволочь, но наша сволочь։ Տրուխիլյոն էր եթե, չեմ հիշում, հա, այսինքն իրանք գիտեն ով է, բայց այդ իրանցն է։ Եվ այլն, այսպիսի բաներ, որը որ բաց է։ Մենք հո գիտենք դա ոնց է արվում։ Եթե ձեռ է տալի, այս դեպքում կասեն ժողովրդավարա, ձեռ չի տալի, կասեն ժողովրդավար։ Այնպես կասեն, որ ասենք Քրտնի Նիկոլ Փաշինյան, այս դեպքում կարծես դերերը փոխվել են, օրինակ Ռուսաստանից ես առաջի անգամ լսեցի, որ նման խիստ գնահատականներ հնչեին ընտրությունների հետ կապված։ Օրինակ ինչ է կակնկալում այդ գնահատականներից հետո ինչ քայլեր կանի։ Ռուսաստանը պետք է հնարավոր է չճանաչի։ Սա վտանգավոր է թե վտանգավոր չի։ Կճանաչի թե չէ, ըստ ձեզ, պարոն Քոչարյան։ Ես ճիշտն ասած Ռուսաստանի մասին է խոսքը։ Դե, հա, իրենք են։ Ապա դիտորդներն ասեցին, օքեյ է։ Ռուսաստանին ես վաղուց արդեն նույն ձև ոնց որ մեր իշխանություններին չեմ փորձում տրամաբանություն գտնել, որովհետև այդ պետության ղեկավարությունը ինչ որ պահից սկսած բացառապես իր շահերով է առաջնորդվում, ինչը ես չեմ մեղադրում։ Ցանկացած նորմալ է, ցանկացած։ Նույնը դա վերաբերում է Միացյալ Նահանգներին, նույնը վերաբերում է Ֆրանսիային, Չինաստանին եւ այլն։ Բայց ես չեմ հասկանում ինչ կարող է անել, հա, որովհետեւ ինձ թվում է, որ վերջին 100-150 տարիների ընթացքում երկու հոգի են հասկացել կամ քիչ թե շատ հասկացել ընդհանրապես ռուսական մենտալիտետը, հոգեբանությունը, թվում նաև ռուսական քաղաքականության գործողությունների մենտալիտետը, դա մեկը եղել է Բիսմարկը, մյուսը Քիսինջերը։ Ըստ իս ես այնպես չի որ շատ վաղուց էր Բիսմարկին որ կարդացի sense անընդհատ քանի որ ես խորհրդային միությունում եմ ծնվել եւ ինչ որ ժամանակ մեծացել, կրթություն ստացել, հետո կողքից տեսել եմ Ռուսաստանը, այն ինչ որ ինքն է նկարագրում իր ցիտատներով։ Հա, այդ ֆանտաստիկա է, ինքը ոնց է ուսումնասիրել, էլի, ասենք, այդ իր հայտնի ցիտատն է, որ ես գիտեմ 100 մեթոդ արչին բնից հանելու, բայց չգիտեմ ոչ մի մեթոդ նրան հետ ուղարկելու։ Այս դրա համար փորձել գտնել ռուսական գործողությունների տրամաբանությունը եւ առավել եւս փորձել հասկանալ իսկ ինչ կանեն։ Դե հիմա մերոնք ես առիթ ունեցել եմ ասելու Ռուսաստանը կարող է դիապազոնը այնքան մեծ է կարող է ոչինչ չանել եւ կարող է SVO անել այս դիապազոնի մեջ ինչ ասես կարող է անել ու մերոնք զբաղված են արչին բնույթ հանելու գործերով բզբզում ենք էլի ասում հա այդ տպավորությունն է իրանց համար ասենք զբաղմունք հա էլի բայց որ հելավ արդեն Պարոն Քոչարյան լավ հիմա ըստ ձեզ մենք մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ իշխանություն փոխելու հնարավորություն ունենալու ենք թե չէ Թե պիտի սպասենք մինչև մյուս ընտրություններ, եթե իհարկե երկիրը ձգի նորից կրկնեմ, հնարավորություն միշտ կա, խնդիրը էֆեկտիվ գործողությունների մասին է, ընդամենը։ Կլինի են էֆեկտիվ գործողությունները, շանսը կիրականացվի, չեն լինի, շանսը հերթական գործողությունների նման կմարի։ Իսկ ակնկալիք ունենք, որ կլինեն նման գործողություններ հաշվի առնելով իրերի իրավիճակը եւ խաղացողներին, պարոն Քոչարյան։ Եթե խոսքը իմ մասին է, ես այսպես ասեմ, հա, ես հույս ունեմ, ակնկալիք չգիտեմ։ Հույս ունեք, հասկանալի է։ Այսպես հույսով լեցունել ուրեմն ավարտենք մեր ոդկասթը, քանի չփչացրել մեր համար։
Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ այսօր մենք հյուրընկալել ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, խոսեցինք հետընտրական իրավիճակից, հնարավոր զարգացումներից։ Այսքանը մեր էջերին ամեն դեպքում հետևեք, լայքեք, տարածեք, կոմենտեք 7 օրին ու միանանք ու միացեք, որ փոխենք այսքանը։